Այսպիսի հնարավորություն է ստեղծվում յուրաքանչյուր 12 տարին մեկ։ Աստղագուշակ Վոլոդինան անվանում է այն նշանը, որի համար 2026 թվականը կարող է շրջագարձային լինել։ 2026 թվականը կարող է լինել աճի և փոփոխությունների նշանակալի շրջան ցուլի համար։ Այս կանխատեսումը կատարել է աստղագուշակ Վասիլիսա Վոլոդինան, ով նշել է Յուպիտերի հազվագյուտ կոնֆիգուրացիան, որը աստղագուշակության մեջ կապված է ընդլայնված հնարավորությունների և բարենպաստ հանգամանքների հետ։ Նրա խոսքով սա պատահական զուգադիպությունների հարց չէ, այլ իրադարձությունների շարք, որոնք կարող են աշխատել մարդու օգտին։ Սակայն մասնագետի կարծիքով հաջողության հիմնական գործոնը մնում է նույնը՝ անձնական նախաձեռնողականությունը և ի հայտ եկող հնարավորություններից օգտվելու պատրաստականությունը։ Աստղագուշակը նշում է, որ այս ցիկլի ազդեցությունը կարող է հիմնականում ազդել կյանքի գործնական ոլորտների վրա։ Սա հիմնականում վերաբերում է աշխատանքին, ֆինանսական որոշումներին և զարգացման նոր ոլորտներին։ Արդեն տարեսկզբին այս նշանի շատ ներկայացուցիչներ կարող են հանդիպել առաջարկների, որոնք նախկինում անհավանական էին թվում։ Որոշ նախագծեր, որոնք երկար ժամանակ սպասված էին, այժմ հնարավորություն են ստանում զարգանալու և առաջ շարժվելու։ Տարվա 2 հիմնական ժամանակահատվածները։ Ըստ Վոլոդինայի, ցուլի համար ամենախոստումնալից ամիսները հավանաբար կլինեն 2026 թվականի մարտից մայիս և սեպտեմբերից նոյեմբեր ամիսները։ Այս ժամանակահատվածները հատկապես հավանական է, որ կբարձրացնեն գործնական առաջարկների, առաջխաղացման բանակցությունների և մասնագիտական ընդլայնման հավանականությունը։ Մասնագետը խորհուրդ է տալիս կենտրոնանալ լավ մտածված քայլերի և ուշադիր պատրաստված որոշումների վրա։ Աստղագուշակը շեշտում է, որ Յուպիտերի ազդեցությունը ամենից հաճախ դրսևորվում է իրադարձությունների և պատահականությունների շղթայի միջոցով։ Դրանք կարող են ներառել նոր ծանոթություններ, օգտակար կապեր կամ անսպասելիորեն հաջողված առաջարկներ։ Այնուամենայնիվ, նա նշում է, որ նման հնարավորությունները գործում են միայն այն դեպքում, եթե մարդը պատրաստ է գործել և նախաձեռնություն ցուցաբերել։ Անձնական կյանքի փոփոխություններ։ Փոփոխությունները կարող են նաև ազդել հարաբերությունների վրա։ Միայնակ ցուլի ներկայացուցիչներին կանխատեսվում է հնարավորություն հանդիպելու նոր միջավայրում, օրինակ ճանապարհորդության ընթացքում կամ մասնագիտական կապերի միջոցով։ Նրանց համար, ովքեր արդեն հարաբերությունների մեջ են, 2026 թվականը կարող է լինել համատեղ ծրագրերը քննարկելու և փոխըմբռնումը ամրապնդելու ժամանակ։ Աստղագուշակները նաև ընդգծում են բաց երկխոսության կարևորությունը։ Զույգին լսելու և բանակցելու ունակությունը կլինի զույգի ներդաշնակության բանալին։ Հենց այս ժամանակահատվածում է, որ շատ ցուլեր կարող են սկսել իրենց հարաբերություններին ավելի գիտակցաբար և պրագմատիկորեն նայել։ Ուշադրություն առողջությանը և կենսակերպին։ Կանխատեսումը հատուկ շեշտադրում է կատարում բարեկեցության վրա։ Ցուլերի շատ ներկայացուցիչներ կարող են ցանկություն զգալ փոխել իրենց կյանքի սովորական ռիթմը և վերանայել իրենց ամենօրյա սովորությունները։ Սա կարող է ներառել քնի, սննդակարգի և ֆիզիկական ակտիվության ճշգրտում։ Մասնագետների կարծիքով աստիճանական և կանոնավոր փոփոխությունները հաճախ ապահովում են ամենաերկարատև արդյունքները։ Փոքր, բայց համակարգված քայլերը կարող են զգալիորեն բարելավել ընդհանուր բարեկեցությունը և էներգիայի մակարդակը։ Այս մոտեցումը օգնում է պահպանել հավասարակցությունը աշխատանքի, անձնական կյանքի և առողջության միջև։ Օրվա աստղագուշակ։ Խոյ։ Այսօր չարժե որևէ կարևոր բան ձեռնարկել։ Մեծ է հավանականությունն այն բանի, որ մանր թյուրիմացությունները կխարմեն ձեր պլանները, իրենց հետ կբերեն ֆինանսական կորուստներ, ինչպես նաև կդառնան տարաձայնությունների առիթ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ ձեր հարաբերությունները դուք թաքն եք գնահատում։ Այսօր հատկապես ձեզ մտահոգում են առաջին հայացքից աննշան թվացող, սակայն շատ հաճախ հանդիպող տարաձայնությունները մտերիմների ու ազգականների հետ։ Սիրելի մարդն այսօր ինչպես երբեք ձեր ուշադրության և հոգատարության կարիքն ունի և ուրախանում է դրա ցանկացած դրսևորման հետ։ Ցուլ։ Այսօր հնարավոր են տհաճություններ աշխատավայրում։ Ղեկավարությանը հայտնի է դառնում ձեր սխալների ու վրիպումների մասին։ Ձեր հասցեին բավական շատ է սլվում քննադատություն, սակայն անգամ այդ ամենով գործը չի ավարտվում։ Եթե դուք այսօր առավելագույն ջանքեր չգործադրեք ամեն ինչ ուղղելու ու շտկելու համար, ապա լուրջ ֆինանսական և պրոֆեսիոնալ խնդիրներն իրանց երկար սպասեցնել չեն տա։ Անձնական կյանքում ջերիշխողը դրական միտումներն են։ Օրը բավական հարմար է նոր ծանոթությունների համար։ Չի բացառվում անգամ ռոմանտիկ հրապույրը։ Երկվորյակներ։ Շտապեք ավարտին հասցնել նախկինում սկսած և կիսատ թողած գործերը։ Եթե դուք այժմ դրանցում եզրափակիչ կետ չդնեք, ապա հետագայում դրանք երկար ժամանակ կմնան կախված վիճակում, ինչը բարդություններ կստեղծի առաջին հերթին ձեզ համար։ Մի շտապեք գործարքներ կնքել, մի ստորագրեք ոչ մի փաստաթուղթ, մինչև որ դրանք մանրամասն չուսումնասիրեք։ Այսօր սիրելի մարդը կստիպի ձեզ նյարդայնանալ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին կտանջի խանդի զգացումը։ Օրն ընդհանուր առմամբ հարմար է ավագ ազգականներին տեսակցելու համար։ Խեցգետին։
Այսօր դուք ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել պատասխանատվություն այնպիսի մարդկանց փոխարեն, ովքեր ունակ չեն անգամ ամենատարական որոշումներն ինքնուրույն կայացնելու։ Հարկադրված չպլանավորած ծախսերը բավական զգալի կլինեն, սակայն այդ փողերը շուտով կվերադառնան ձեզ։ Չարժե ռոմանտիկ հարաբերությունների զարգացման առումով հապճեպ որոշումներ կայացնել։ Այսօր դուք իդեալականացնում եք մարդկանց, վարդագույն ակնոցներով նայում բոլոր նրանց, ովքեր ձեզանով հետաքրքրված են, այնպես որ անձնական հարաբերություններում եղեք ավելի հաշվենկատ ու սթափ։ Արյուծ։ Բարենպաստ նոր ձեռնարկումների համար։ Առաջին հերթին պատվախնդիր պրոֆեսիոնալ մտահոգացումներն իրականացնելու։ Նշանի առավել նպատակամղված ներկայացուցիչների համար հնարավորություն կընձեռնվի բարձրանալ ծառայողական աստիճաններով։ Կեսօրը կլինի բավական լարված, այդ թվում եւ ֆինանսական առումով։ Այնպես որ օրվա այդ ժամանակահատվածում մի կայացրեք հապճեպ որոշումներ, որքան էլ որ շրջապատի մարդիկ փորձեն ձեզ շտապեցնել։ Երեկոն աստղերը խորհուրդ են տալիս անցկացնել տանը, իսկ հոգնեցուց գործերն ավելի լավ է հետաձգել վաղվան։ Ժամանակն ավելի լավ է օգտագործել ուժերը վերականգնելու համար։ Կույս։ Այսօր ձեզ պետք կգան համարձակությունն ու վճռականությունը, որքան ավելի վառ դրսևորվեն ձեր այդ որակները, այնքան ավելի լավ կդասավորվի ձեր օրը։ Հնարավոր են անսովոր հրապույրի չարկածներ, բազմաթիվ առյուծներ կհայտնվեն ամենատարբեր արկածախնդրությունների մեջ եւ դրանից մեծ հաճույք կստանան։ Հնարավոր է, որ արժեքավոր տեղեկություններ ստանաք։ Օրը հատկապես հաջող կզարգանա այն առյուծների համար, ովքեր զբաղվում են հետազոտություններով եւ գիտական աշխատանքներով։ Հիշեք, որ այսօր դուք հեշտությամբ եք սիրահարվում, արագ կորցնում գլուխը, սակայն նոր հրապույրը շատ արագ կմոռացվի։ Կշերք։ Օրվա առաջին կեսը կանցնի բավական բեղմնավոր։ Դուք հնարավորություն կստանաք հպարտանալ ինքներդ ձեզանով։ Օրվա այդ մասը կապված է ոչ միայն պրոֆեսիոնալ ձեռքբերումների հետ, այլև ձեզ համար մեծ կարևորություն ներկայացնող հարաբերություններում դրական փոփոխությունների։ Գովելի է ցանկացած նախաձեռնողականության դրսևորումը։ Օրվա երկրորդ կեսին ձեր ինքնազգացողությունը կվատանա եւ ցանկալի չէ այդ ժամանակահատվածում ուղևորվել երկար ճանապարհությունների, ղեկին նստած։ Գույս ծնողների մոտ դժվարություններ կցակեն երեխաների հետ շփումներում։ Կարիճ։ Այսօր ձգտեք սառնասրտություն պահպանել ինչ էլ որ տեղի ունենա, իսկ եթե այդ հարցում խնդիրներ ցակեն, ապա հետևեք այն բանին, որ շրջապատի մարդիկ չկարողանան նկատել, թե իրականում ինչ էմոցիաներ են ձեզ բարուրել։ Միայն ծույլն այսօր չի փորձում ձեզ փռացնել, անգամ այն մարդիկ, ում համար դուք պատրաստ եք ամեն ինչի անել, միայն խորամանկություններ եւ խարտավազք են փնտրում, փոխարենը ուղակի խնդրանքով դիմել ձեզ։ Նշանի որոշ ներկայացուցիչները բավական լրջարեն մտահոգված են իրենց ֆինանսական վիճակով։ Այսօր անվերջ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նրանք շատ շուտով կմնան առանց գրոշի։ Աղեղնավոր։ Այսօր ով ասես փորձում է խառնվել ձեզ գործերին։ Ձեզ անվերջ խորհուրդներ են տալիս էլ նրանք, ում դուք դիմում եք նման խնդրանքով, էս էլ նրանք, ում հետ դուք կնախընտրեիք որքան հնարավոր հեռու մնալ։ Հանգիստություն եւ անդոր պահպանելը շատ դժվար կլինի ողջ օրվա ընթացքում։ Կեսօրին էմոցիոնալ պայթյուն տեղի ունենալու հավանականությունն առավելագույնն է։ Երեկոյան իրավիճակը կփոխվի։ Դրա հետ մեկտեղ էլ դուք կսկսեք շրջապատող տեղի ունեցող իրադարձություններին վերաբերվել փիլիսոփայական հանգիստությամբ։ Դա ձեզ ավելի հրապուրիչ կդարձնի շրջապատի աչքերում։ Այցեղջուր։ Մի սպասեք նվերների։ Եթե այսօր ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, պետք է բավական չարչարվեք եւ լուրջ ջանքեր թափեք։ Ընդ որում, արդյունքների կարող եք հասնել միայն ինքնուրույն արված նախաձեռնությունների շնորհիվ։ Այսօր բավական մեծ է մտերիմ մարդկանց հետ ամեն տեսակ տարաձայնություններ ունենալու հավանականությունը։ Մտերիմներին անվերջ թվում է, որ դուք չափազանց թեթևամիտ եւ անլուրջ եք, եւ ձեր ոչ մի գործողությունում չեք մտածում հետևանքների մասին։ Շրջապատին հակառակում համոզելու ձեր փորձերը դժվար թե հաջողությամբ պսակվեն։ Ջրհոս։ Այսօր դուք ստիպված կլինեք ժամանակավորապես ձեզ նվիրել բարդ ու հոգնեցուցիչ գործի, որը որքան էլ որ ձեզ տհաճ է, սակայն ձեր բանականությունը ձեզ հուշում է, որ այն հանհնար է չիրականացնելը։ Չարժե աշխատավայրում քննարկել իրավիճակը գործընկերների հետ։ Չափից ավելի բաց բերանությունը այսօր կարող է ձեզ մեծ վնասներ պատճառել։ Նվազագույնի հասցրեք ամեն ետեսակի շփումներ։ Երեկոյան ամենից ճիշտ կլինի ընթերցանությամբ զբաղվելը։ Ընդ որում լավ կլինի, որ խստապահանջ լինեք ընտրված գրականության նկատմամբ եւ կարտակ միայն այնպիսի բան, որը կարող է ձեզ լիցք եւ մտարոլելու նյութ տալ։ Ձգներ։ Պրոֆեսիոնալ ոլորտում հնարավոր են զգալի փոփոխություններ։ Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը առավելապես կապված կլինի մեծ հեռանկար խոստացող գործնական առաջարկների հետ, որոնք կստիպեն վերանայելի հենց նպատակներն ու կարիերայի հետ կապված հեռանկարները։ Այսօր շանսը բաց մի թողեք ինքներդ ձեզ ուրախացնելու մի ինչ-որ նոր ու հետաքրքիր բանով։ Ընտրեք հաճելի կոսմետիկ պրոցեդուրներ, այցելեք շոփինգի, գնեք ձեզ համար առավել հաճելի եւ թարմություն ներկայացնող բան։ Հիշեք, որ այսօր դուք կարող եք ձեզ նման բան թույլ տալ։